Բարի գալուստ մայրիկների ակումբ, մեր խաղին մասնակցող բոլոր կանայք ինքնավստահ են ու համարձակ, որովհետև նրանք տեղեկացված են ու խելացի։ Ինքնավստահ լինելուց բացի նրանք փորձառու են ու զինված տեղեկատվությամբ։ Եկեք ծանոթանանք մեր այսօրվա խաղի մասնակից 3 մայրիկների հետ։ Ինգա Սարիբեկյան, 36 տարեկան։ Ինգան 3 որդի ունի։ 16-ամյա Լևոնը, 15 տարեկան Ռոլանդը և 8-ամյա Ռուդիկը։ Բնակվելով Շիրակի մարզի Ջրարփի գյուղում Ինգան փաստում է։ Այդ տարիքի երեխաների համար զբաղմունքներ գտնելը դժվար է, քանզի խմբակները շատ քիչ են։ Սակայն տղաները լուծումը գտել են։ Նրանք իրենց ընկերախմբով ֆուտբոլային ակումբ են ստեղծել և տարված են ֆուտբոլով։ Իսկ ահա ամռան ամիսներին տանը համակարգչի առջև երեխա չի գտնվի։ Երեխաները կամ ճամբարում են, կամ բակում խաղում են մեր հին ու բարի բակային խաղերը։ Շուշանիկ Երզինկյան, 23 տարեկան։ Շուշանիկի առաջնեկը Մարգարիտան 4 տարեկան է։ Գեղեցկու երջանկությանը չափ ու սահման չկար, երբ իմացավ, որ քույրիկ է ունենալու։ Շուշանիկը հղիության 35-րդ շաբաթում է։ Փոքրիկ Մարգարիտան մայրիկի հետ միասին պատրաստում է ապագա արքայադստիկի շորերը, խաղալիքները եւ արդեն որոշել է իր սիրելի խաղալիքը նվիրելու է քրոջը։ Շուշանիկը շատ է կարևորում երեխայի ներարգանդային կյանքը եւ ամուսնու հետ միասին հաճախ զրուցում ապագա փոքրիկի հետ, սպասելով այն հրաշք պահին, երբ կկարողանան գրկել նրան, բռնել նրան նուրբ թաթիկն ու ասել «Բարի գալուստ փոքրիկ»։ Աննա Հարությունյան, 28 տարեկան։ Աննայի որդին Արեգը արդեն 10 ամսական է։ Մայրիկը հիշում է այն պահը, երբ իմացան տղա են ունենալու։ Այդտեղից արդեն սկսվեց շատերին հայտնի քննարկման փուլը, ինչ դնել երեխայի անունը։ Ամուսնու հետ երկարատև քննարկումներից հետո որոշվեց ապագա որդու անունը Արեգ է լինելու։ Փոքրիկի ծնվելուց հետո ծնողները համոզվեցին անունի ընտրության հարցում չեն սխալվել։ Տղան լուսավոր է, պայծառ, ժպտերես ու ոսկեծամ, մի խոսքով իսկական Արեգակ։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Հաճելի է, որ մեր տաղավարում եք, միասին հաղթահարելու ենք այսօր 3 փուլ։ Հետաքրքիր ընթացք է խաղ ունենալու, որովհետև գիտեմ, որ դուք զինված եք տեղեկատվությամբ։ Ճիշտ եմ։ Այո։ Եկեք անցնենք մեր այսօրվա խաղի առաջին փուլին, բայց նախապես ծանոթանանք առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղը 3 գեղեցիկ մայրիկների հետ եւ մենք խաղը սկսում ենք Ինգա ձեզ հետ։ Ինգան պատրաստ է։ Ես հնչեցնում եմ առաջին հարցը։ Ինգա, արդյոք գոյություն ունի նաեւ գրավոր խոսքի խանգարում։ Այո։ Ճիշտ է։ Նշեք բոտուլիզմի առնվազն 1 նախանշան։ Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, նաեւ շատ հաճախ հանդիպում է ուշագնացություն։ Ճիշտ են պատասխանները եւ հիմնականում նաեւ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում, տեսողական խնդիրներ, սա հատկապես հուշում է բոտուլիզմի մասին։ Արդյոք պերիոդոնտիտը ատամի արմատի շրջոսկրի բորբոքումն է, Ինգա, ինչ եք կարծում։ Կարծում եմ այո։ Ճիշտ եք կարծում։ Արդյոք գոյություն ունի հետազոտություն, որի միջոցով հնարավոր է պարզել գենետիկական ինչ հիվանդություն կունենա ապագա փոքրիկը։ Այո, գոյություն ունի։ Ճիշտ է պատասխանը։ Եվս մեկ հարց, Ինգա, բայց հարցը ես չեմ հնչեցնելու, հարցը կհնչեցնի հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը, հայտնի հայրիկ, եկեք լսենք նրա հարցը։ Սիրելի մայրիկներ, ասացեք խնդրեմ, արդյոք կարող են խաղերն ու մուլտֆիլմները երեխայի քնի խանգարման պատճառ դառնալ։ Շատ արդիական հարց հնչեցրեց Վահեն, եւ Ինգա, ինչ եք կարծում։ Միանշանակ այո, երբ որ երեխան շատ է տարվում մուլտֆիլմներով, կարող է եւ քնի խանգարումներ առաջանան նրա մոտ, ինքն անդադ ուզի մուլտֆիլմներ նայել։ Ճիշտ է ձեր պատասխանը, Ինգա, շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։ Իդեպ աղջիկներ, Ինգան ժամանել է մայրիկների ակումբ Շիրակի մարզից, հենց մայրիկների ակումբին մասնակցելու համար։ Շնորհակալություն նաև դրա համար ձեզ, Ինգա։ Խաղը շարունակում ենք Շուշանի հետ։ Շուշան նաև ապագա մայրիկ է, 1 փոքրիկ էլ ունի արդեն։ Այո։ Շատ լավ։ Հնչեցնում եմ առաջին հարցը, Շուշան։ Արդյոք տանը պատրաստված ապխտած երշիկը կարող է բոտուլիզմի առաջացման պատճառ դառնալ։ Այո, կարծում եմ այո։ Արդյոք հղիության մեծ ժամկետում, հղիության վերջում, խոզուկով վարակվելը վտանգավոր է պտղի համար։ Կարծում եմ ոչ։ Ճիշտ է պատասխանը, սկզբում իհարկե շատ վտանգավոր է, բայց հղիության վերջում արդեն վտանգավոր չէ։ Շուշան կարծես զուգատիպություն լինի եւ ձեզ բաժին ընկած հարցերի մեծ մասը վերաբերում է հղիությանը։ Եթե հղի կինն ունի 37 աստիճան ջերմություն, արդյոք պետք է ջերմիչեցնող խմի։ Ոչ։
Ճիշտ է պատասխանը, որովհետև հատկապես հղիության առաջին եռամսյակում մարմնի այս ջերմաստիճանը օրինաչափ է համարվում։ Արդյոք գոյություն ունի դպրոցական ֆոբիա հասկացություն, ինչ եք կարծում։ Այո, գոյություն ունի։ Ճիշտ է։ Այն ենթադրում է վախ դպրոց հաճախելուց։ Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու վախի մասին է, որքան ծնողներից բաժանվելու վախի մասին, այն կոչվում է ֆոբիա դպրոցից։ Շուշան, եւ վերջին հարցը կրկին կհնչեցնի հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը, եկեք լսենք նրան։ Վիրուսային հիվանդությունների ժամանակ արդյոք կարելի է երեխային հակաբիոտիկ տալ։ Ահա, կարևոր հարց է հնչեցնում։ Այո, ընդհանրապես ես դեմ եմ այդ հակաբիոտիկներին ու կարծում եմ չէ։ Ճիշտ է, կարծում հատկապես վիրուսային հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկ արգելվում է երեխային տալ, իհարկե կան խնդիրներ, երբ մասնագետի ցուցումով հակաբիոտիկը պարզապես անհրաժեշտություն է, բայց վիրուսային հիվանդությունները այդ շարքին չեն դասվում։ Շնորհակալություն, Շուշան, եւ մենք խաղը շարունակում ենք ձեզ հետ Աննա։ Լավ է տրամադրությունը։ Շատ լավ, հնչեցնում եմ առաջին հարցը։ Արդյոք տանը պատրաստված պահածոն եռացնելով միայն հնարավոր է խուսափել բոտուլիզմից։ Այո, մի քանի րոպե եռացնել պարտադիր է։ Ճիշտ է, 15-ից 20 րոպե եռացնելով մենք կարող ենք կանխարգելել այս խնդիրը։ Արդյոք 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի եւ երաժշտական ձայների նկատմամբ։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Որ տարիքում է զարգանում երեխայի հիմնական խոսքը, մոտավոր։ Կարծում եմ 1 տարեկանից սկսած պետք է արդեն սկսի որոշ բառեր արտասանել, 1.5-2 տարեկանում արդեն պետք է բառակապակցություններ, նախադասություններ արտասանել։ Ճիշտ է պատասխանը, 1-ից 3 տարեկանում ձևավորվում է հիմնական խոսքը։ Եվ նախավերջին հարցը։ Աննա, արդյոք 10 տարեկանում է առաջին անգամ ի հայտ գալիս մահվան հանդեպ Ոչ, ավելի փոքր տարիքում։ Ճիշտ է պատասխանը, 5-7 տարեկանում հիմնականում երեխաները առաջին անգամ սկսում են մտածել վախի մասին ու հետևաբար նաև վախենալ մահվանից։ Աննա, ձեր վերջին հարցը կհնչեցնի երիտասարդ հայրիկ Վահե Խանամիրյանը, եկեք լսենք Վահեի հարցը։ Արդյոք հնարավոր է պարզել պտղի քաշը ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ։ Հնարավոր է արդյոք Աննա։ Այո, շատ ճշգրիտ։ Ճիշտ է պատասխանը, հղիության հատկապես վերջին ժամկետում մասնագետները նաև ուլտրաձայնային հետազոտության միջոցով փորձում են կանխատեսել, թե ինչ քաշով բալիկ կծնվի։ Աղջիկներ, շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար, հիմա եկեք պարզենք ձեր միավորները։ Սկսենք ձեզանից։ Ինգան առաջին փուլի արդյունքում վաստակեց 5 միավոր, Շուշանը վաստակեց 5 միավոր, Աննան վաստակեց 5 միավոր։ Բրավո մայրիկներ, առավելագույն թվով միավորներ եւ հավասար են միավորները։ Տեղափոխվեցինք խաղի երկրորդ փուլ։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր խաղի երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում կանոններն այլ են։ Ձեզ հուշող մի գործիք կա, մեր տեսանյութը։ Այսօր խոսելու ենք գաստրիտի մասին, հատկապես երբ գաստրիտը հանդիպում է մանկական տարիքում։ Տեսանյութը դիտելուց հետո ես կհնչեցնեմ հարցեր, որոնց պատասխանները իրականում զետեղված են տեսանյութում։ Պետք է ուշադիր լսեք եւ իհարկե կարողանաք արագ սեղմել կոճակը։ Եթե ամեն ինչ պարզ է, եկեք դիտենք տեսանյութը։ Ուշադրություն էկրանին։ Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում է, որի առաջացման պատճառ կարող է դառնալ սխալ սննդակարգը, անորակ դժվարամարս սննդի երկարատև օգտագործումը, մեծ քանակությամբ խակմրգերն ու բանջարեղենը, փոքրիկների այնքան սիրելի պաղպաղակի եւ շոկոլադի չարաշահումը, սննդային ալերգիաները եւ այլն։ Գաստրիտ կարող է առաջանալ նաեւ որոշ դեղամիջոցների, հատկապես հակաբիոտիկների երկարատև օգտագործումից ու որոշ վարակներից հետո։ Սուր գաստրիտին բնորոշ է բուռն սկիզբը, հատկանշական է մարմնի ջերմության բարձրացումը, որը վայնացավերը, կրկնվող փսխումները, երբեմն սուր գաստրիտը ուղեկցվում է նաև բարակ աղիների բորբոքումով, այսինքն գաստրոէնտերիտով եւ ուղեկցվում է նաև լուծով, հաճախացած ջրիկ կղանքով։ Սուր գաստրիտի նախանշաններից են նաև ստամոքսում այրոցի զգացումն ու թույլ ցավերը, սրտխառնոցը, բերանի դառնահամը, ընդհանուր թուլությունը, գունատությունը, քրտնարտադրությունն ու քնկոտությունը։ Այս նախանշանները կարող են տևել 7-ից 10 օր։ Հատկանշական է, որ գաստրիտով կարող են հիվանդանալ ինչպես մեծահասակներն, այնպես էլ երեխաները, նորածնային հասակից սկսած։ Նա ավելի հաճախ դիտվում է մինչև 3 տարեկան երեխաների մոտ, կարող է դիտվել նաև 3 տարեկանից մեծ բալիկների մոտ եւ համընկնում է հիմնական վիրուսային վարակների բռնկումների հետ, օրինակ ռոտավիրուս, ադենովիրուս, էնտերովիրուս։
Ռիսկի խմբում 3 տարեկան երեխաներն են, բայց գաստրիտը լայն տարածում ունի նաև դեռահասների շրջանում։ Դա պայմանավորված է անցումային տարիքում նյութափոխանակության անկայունության, հորմոնային փոփոխության եւ նյութափոխանակության խանգարումներով։ Անկախ այս ամենից ու տարիքային առանձնահատկություններից, անհրաժեշտ նախանշանների ի հայտ գալուն պես պետք է դիմել մասնագետին ու անցնել համապատասխան հետազոտություններ։ Սուր գաստրիտի ախտորոշումը հիմնվում է կլինիկական պատկերի եւ կղանքի համապատասխան հետազոտությունների հիման վրա։ Հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերման դեպքում այն լուրջ ու երկարատև բուժում չի պահանջի։ Սուր գաստրոենտերիտի բուժումը դա հիմնականում սիմպտոմատիկ բուժումն է, օրինակ ջրազրկման շտկումը, այդքան կարևոր չէ ինչ է երեխան ուտում, ինչքան խմած, ընդունած հեղուկների քանակը, որպեսզի երեխան չջրազրկվի, փոքր քանակությամբ հաճախակի հեղուկի ընդունումն է։ Եթե սուր գաստրիտ ընթանում է լուծով, ապա մենք բացառում ենք կաթը, այսինքն կաթնաշաքարը, որը կարող է ուժեղացնել լուծը, բացառում ենք բջջանքը, որը այսինքն մրգերը, բանջարեղենը, որոնք նույնպես կարող են ուժեղացնել լուծը, եւ ընդունում ենք դյուրամարս սնունդ, որը պարունակում է ածխաջրատներ, այսինքն շիլաներ, պյուրեներ եւ այլն։ Բացառում ենք համեմունքներով հարուստ սնունդը, կծու, թթու սննդամթերքները։ Ճիշտ բուժելու դեպքում հիվանդը ապաքինվում է 1-ից 3 օրվա ընթացքում։ Այսպիսով, սուր գաստրիտը հնարավոր է բուժել միայն ցավի ու բորբոքման պատճառը բուժելով, հստակ ու սահմանված սննդակարգի օգնությամբ։ Նշանակված դիետայով երեխան պետք է սնվի այնքան, որքան բժիշկը պահանջել է։ Հիշեք, բժշկի ցուցումներին չհետևելու եւ հիվանդությունը աչքաթող անելու դեպքում հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական։ Ռիսկի խմբում այն երեխաներն, ովքեր չեն նախաճաշում, սնվում են անկանոն ու առանց ռեժիմի, օգտագործում են հիմնականում ծանր եւ չոր կերակրատեսակներ։ Քրոնիկական գաստրիտ, որին բնորոշ է առնվազն 3 ամսվա ընթացքում, որը վայնացավեր, սրտխառնոց, գղտոց, երբեմն փսխումներ, վաղ հագեցվածության զգացողություն։ Այսինքն սիմպտոմները համեմատաբար ժամանական հատվածի ընթացքում են դիտվում եւ ավելի մեղմ արտահայտվածություն ունեն։ Քրոնիկական գաստրիտի ախտորոշման հիմնական մեթոդը դա էնդոսկոպիան է, այսինքն գաստրոսկոպիան է եւ տարբեր տեստեր, օրինակ արագ տեստ, որը հենց կատարվում է գաստրոսկոպիայի ընթացքում, բիոպսիա, այսինքն լորձաթաղանթից մասնիկն է վերցվում եւ հիստոլոգիական քննություն հելիկոբակտեր պիլորի վարակի արկայությունը ճշտելու համար։ Քրոնիկական գաստրիտը պահանջում է երկարատև եւ մանրակրկիտ բուժում։ Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ ծանոթ բարեկամի առաջարկած ավանդական բուժական մեթոդներից։ Հակառակ դեպքում հիվանդությունը կարող է ստանալ առավել բարդ դրսևորումներ։ Հիշեք, անհետևողականության կամ սխալ բուժման դեպքում գաստրիտը կարող է վերաճել խոցի եւ բազմաթիվ այլ խնդիրների։ Գաստրիտ մանկական հասակում թեման կարծում եմ մասնագետի օգնությամբ ամբողջությամբ հասկանալի է եւ հիմա ժամանակն է, որ ես հնչեցնեմ հարցերը, դուք էլ հնչեցնեք պատասխանները։ Հարցերին պատասխանելու հնարավորություն կստանա այն մասնակիցն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Եվ այսպես, ինչ է գաստրիտը։ Աննա։ Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Ճիշտ է Աննա պատասխանը։ Հաջորդ հարցը։ Որոնք են առաջացման պատճառները։ Ինգա։ Առաջացման պատճառներն են սխալ սննդակարգը, բաղբաղագի եւ քաղցրեղենի չարաշահումը երեխաների մոտ, խաք մրգեր ուտելը, ինչպես նաեւ հակաբիոտիկներ ընդունելը։ Ճիշտ ու ամբողջական պատասխանի համար ասում եմ ձեր շնորհակալություն Ինգա եւ լսում ենք երրորդ հարցը։ Որոնք են նախանշանները գաստրիտի, առաջինը սեղմեց։ Շուշանը միանգամից Նախանշաններն են որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց, փսխում, հիմնական նախանշանները դրանք են։ Երեխայի մոտ անհանգստություն է առաջանում։ Ճիշտ է պատասխանը Շուշան։ Հաջորդ հարցը։ Կհիշեք, թե որ երեխաներն են ռիսկի խումբ համարվում, տարիքային նաև Աննա։ Մինչև 3 տարեկան երեխաները։ Ճիշտ է պատասխանը։ Անցնում ենք մյուս հարցին։ Մայրիկները արագ ու լիարժեք պատասխաններ են տալի, ինչը հիասքանչ է։ Ինչպես է կատարվում սուր գաստրիտի ախտորոշումը Շուշան։ Գաստրոսկոպիայի միջոցով։ Ճիշտ է պատասխան, ինչպես նաև կլինիկական պատկերի եւ կղանքի համապատասխան հետազոտություններից հետո։ Հաջորդ հարցը։ Ինչ սննդակարգ պետք է ունենա գաստրիտ ունեցող երեխան։ Աննա։ Պետք է բացառել դժվարամարս սնունդը, մրգերը, այն սննդամթերքը, որը կարող է փորլուծություն առաջացնել, ավելի դյուրամարս, պյուրեներ, ապուրներ։
Շիրաներ, դժվարամարս սնունդը բացառում են եւ նախապատվություն ենք տալիս շիլաներին, ապուրներին, ինչպես նաեւ մասնագետը նշեց, բանջարեղենն ու միրգն են նաեւ բացառում, այդ թվում կաթնամթերքը։ Փորձություն առաջացող։ Ճիշտ է, պատասխանը ավելի վստահ մայրիկն է։ Վերջին հարցը։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ սխալ բուժված եւ աչքաթող արված գաստրիտը։ Ինգա։ Ցանկացած հիվանդություն, ինչպես եւ գաստրիտը, եթե ճիշտ մասնագետի մոտ չդիմեն եւ բուժում չլինի, կարող է շատ ավելի բարդանալ եւ բուժումը երկար տևել։ Իսկ եթե վաղ սկզբնական շրջանում դիմեն, ընդամենը 3 օրում կարելի է բուժել գաստրիտը։ Եթե ոչ բարդացած դեպքերում անգամ ստամոքսի ինչի կարող է բերել։ Ջրազրկման ճիշտ է, էլ ինչի։ Շատ ավելի ծանր։ Ճիշտ է պատասխանը, ջրազրկման, խոցի եւ իհարկե բարդացած վիճակ, ինչպես նշեցիք, ամենակարևորը դժվար է բուժել, քան ասենք առաջին մի քանի օրերի ընթացքում։ Մայրիկներ, շնորհակալ եմ ակտիվ մասնակցության համար, երկրորդ փուլում չեղավ հարց, որը չստանար պատասխան կամ ստանար սխալ պատասխան։ Հիմա կպարզենք, թե երկու փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր վաստակեց, սկսում ենք Ինգա ձեզանից։ Երկու փուլերի արդյունքում Ինգան վաստակեց 7 միավոր, Շուշանը վաստակեց 7 միավոր եւ Աննան վաստակեց 8 միավոր։ Տեղափոխվեցինք երրորդ փուլ, ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը, փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում մենք հասանք երրորդ փուլին, սա վերջին փուլն է մայրիկներ, մայրիկների միավորները գրեթե հավասար են, սա ենթադրում է, որ երրորդ փուլը վճռորոշ է լինելու։ Երրորդ փուլի ընթացքում կխոսենք հոգեբանական մի թեմայի մասին եւ թեման կհնչեցնի հեռուստադիտող մի մայրիկ։ Նախքան թեմայի մասին լսել, առաջարկում եմ դիմավորել մեր այսօրվա հյուրին, հոգեբան Լիլիթ Խաչատրյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն Լիլիթ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ սա մեր խաղի երրորդ փուլն է։ Իդեպ նախորդ երկու փուլերի ընթացքում մայրիկները շատ ակտիվ մասնակցություն են ունեցել, նրանք շատ տեղեկացված են, համոզված են, որ երրորդ փուլը բացառություն չի լինելու։ Մինչ կիմանանք, թե ինչի մասին ենք խոսելու այս փուլի ընթացքում, առաջարկում եմ դիտել հեռուստադիտող մայրիկներից մեկի ուղարկած տեսաբացիկը, լսենք մայրիկին, որից հետո կխոսենք նրա առաջարկած թեմայի մասին։ Ուշադրություն էկրանին։ Բարև ձեզ, ես Մանուշակ Նայբյանն եմ, ինձ հետաքրքրում է մի հարց։ Ինչ կարող է անել ծնողը, երբ երեխան անդադ խոսում է մահվան մասին եւ վախենում է, որ կարող են մահանալ ինքը եւ իր հարազատները։ Ինչ կարող է լինել դրա պատճառը եւ ինչ կարող են անել հարազատները։ Ինձ հետաքրքիր է մայրիկների եւ մասնագետների կարծիքը։ Ահա, ինչու է երեխան հաճախ հարցեր տալի մահվան մասին եւ ինչպիսի արձագանք պետք է տան ծնողները։ Երկու հարց, որոնց մասին կխոսեն մայրիկները, իսկ հետո արդեն մասնագետը։ Ինգա, ձեր կարծիքով, արդյոք պետք է որևէ պատճառ լինի, որ երեխան սկսի հետաքրքրվել ու կարևորել այս թեման, այսինքն մահը, եւ ինչպիսին պետք է լինի ծնողի արձագանքը։ Պատճառներ երևի պետք չեն, որովհետեւ յուրաքանչյուրիս կյանքում էլ կորուստներ լինում են։ Ուղղակի ծնողը պետք է երեխային ճիշտը նկարագրի, թե եթե մարդը մահացել է, շատ դեպքերում ծնողներն ասում են գնացել է ինչ-որ տեղ, հեռու է, շուտով կգա, դա ծնողների մեծ սխալն է։ Այսինքն դուք կարծում եք, որ երեխային պետք է գիտենա, որովհետև երեխան պետք է վստահի։ Եթե մենք ստենք, ասենք, որ գնացել է հեռու տեղ ու ինքը հետ կգա ու այդպես էլ հետ չի գալիս, դա երեխայի մոտ հոգեբանական տրավմա է առաջացնում։ Երեխան ավելի լավ է գիտենա, որ տվյալ անձը իրենից հեռացել է, քան երկար ժամանակ սպասի։ Այսինքն դուք կարծում եք, որ առաջին հերթին ծնողը պետք է ամենայն մանրամասնությամբ ներկայացնի թեման։ Այո, որ եթե մարդը մահանում է, չի նշանակում, որ մենք իրեն մոռացել ենք կամ չենք սիրում, ոչինչ չի փոխվում, ուղղակի պակասում է այդ մարդու ֆիզիկական գոյությունը մեր կյանքում։ Այսինքն թեման շեղել, թողնել, որ երեխան, հա, ինքնուրույն կհասկանա, հետո բացատրել, դուք այս տարբերակները բացառում եք։ Երևի այո։ Շատ լավ, հասկանալի էր Ինգայի տարբերակը։ Շուշան, ձեր կարծիքով, ինչից կարող է լինել երեխայի մտահոգություն ու հետաքրքրարվածություն այս թեմայի վերաբերյալ, արդյոք առիթ է պետք։ Կարող է առիթ չլինի, չնայած առանց առիթի ոչ մի բան չի լինում։ Պետքա, չգիտեմ, երեխան նախ որ տարիքում է, եթե դեռահաս չի, նրանք
պետք է խորհրդակցես, հետո բացատրես, որ մարդիկ ինչպես գալիս են, այնպես էլ գնում են, այդպես խոսք կա։ Եվ եթե մեծ տարիքում է, ապա կհասկանա, պետքա բացատրել, հոգեբանի դիմել նաև, եթե շատ խորացված է։ Իսկ եթե ընտանիքում դեպք է տեղի ունեցել, արդյոք պետք է ծնողը խոսի այդ մասին ու ներկայացնի իրականությունը, թե պետք է օրինակ շատ հաճախ ասում են հեռացել է, մի քանի տարի հետո կգա, կամ ինչ-որ բաներով խաբում են ու շեղում երեխային։ Ո՞րն է ձեր կարծիքով ճիշտ տարբերակը։ Իմ կարծիքով պետքա բացատրեն, եթե հասուն է երեխան։ Օրինակ, քանի տարեկանում պետք է բացատրել։ 10 տարեկանից Իսկ մինչև այդ ինչ կարելի ասել։ Ես կբացատրեի ճիշտը, որ ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել այդ անձի հետ, եւ հուսամ կհասկանա եւ հոգեբանական ոչ մի խնդիր չի լինի իր մոտ երեխայի։ Դուք կբացատրեիք։ Այո, իհարկե։ Լավ, Աննա։ Ես ինչպես արդեն նշեցի առաջի փուլում, մահվան մասին վախերը երեխաների մոտ ի հայտ են գալիս 5-ից 7 տարեկանում, դա նորմալ է, չպետք է ծնողներին վախեցնի։ Իհարկե 5 տարեկանը իմ կարծիքով փոքր է, որ ճիշտը բացատրենք ինչ է կատարվում, կարելի է շեղել այդ տարիքում։ Ինչ ասել։ 5 տարեկան երեխային ինչ կարելի ասել։ Թեկուզ որ հեռու է, ինչ որ հեռու տեղ է գնացել, բայց նա միշտ մեր մտքերում է, մենք նրան միշտ հիշում ենք մեր կյանքից հոգեպես, ինքը չի բացակայում։ Ավելի հասուն տարիքում երեխաները կհասկանան, ճիշտը պետք է պատմել, ասել, որ բոլոր մարդիկ էլ այսպես թե այնպես մի օր մեռնելու են, բայց դա չպետք է նրան անհանգստացնի, դա իր հետ շուտ չի կատարվի, իր հետ, իր ծնողների, իր սիրելիների հետ, նրանք միշտ իր կողքին են, քանի որ վախը հենց մամային, պապային, ծնողներին կորցնելու ավելի շատ այդ ուղղությամբ է լինում։ Շատ լավ։ Աննայի տեսակետն էլ է պարզ, փաստորեն մինչև 10 տարեկան փորձել շեղել երեխային, օրինակ արտերկիր է գնացել, հա, հեռվում է, դրա համար չենք տեսնում, իսկ 10-ից հետո նոր միայն բացատրել իրականությունը։ Նախորդ երկու մայրիկները կարծում էին, որ ցանկացած տարիքում պետք է պատմել իրականությունը։ Պատճառների մասին էլ նրանք նշեցին, որ դա կարող է պարզապես առաջանալ, կարող է որևէ դեպքից հետո արդեն հարցերը առաջանան երեխայի շրջանում։ Որպես կանոն, մահվան մասին հարցերը երեխայի մոտ սկսում են առաջանալ 4-ից մինչև 7 տարեկան ժամանակահատվածում, այսինքն 4 տարեկանից սկսված, ինչպես զուգահեռաբար սկսում է երեխայի մոտ առաջանալ հարց, թե որտեղից եմ ես առաջացել։ Եվ ծնունդի եւ մահվան հարցերը երեխաների մոտ առաջանում են զուգահեռաբար միառժամանակ, սա կյանքի իմաստի, հա, հարցն է, որը ծնվում է, այո, սկիզբը եւ վերջը երեխաների մոտ։ Սակայն սրանք նաեւ ամենափակ հարցերն են ծնողների համար, որ չգիտեն ինչ բացատրեն, ինչ պատասխան տան, եւ այս առումով դժվարանում է նաեւ ծնողների պատասխանի հա տարբերակներ ընտրելը։ Ինչու, որովհետեւ ծնողներից շատ-շատերին թվում է, թե եթե ես տամ որևէ պատասխան, երեխայից տրավմայի կենթարկեմ, երեխային ավելորդ ինչ որ վախեր կներշնչեմ։ Սակայն ասեմ, որ այս մոտեցումը որպես կանոն շատ ընդունելի չի հոգեբանական առումով, որովհետև եթե փորձենք մեկնաբանել, հա, երեխայի ընկալումը վախի հետ կապված, 2.5 տարեկան երեխաները արդեն մահը որպես այդպիսին չեն ընկալում։ Իրենց թվում է, թե կոտրվեց կարծես խաղալիքի նման ինչ-որ մի բան, որը որ հետագայում վերականգնվում է։ Անդառնալի որպես կորուստ, որ մարդը մահացավ, հարազատը մահացավ ընտանիքում, սկսում է երեխայի մոտ ձևավորվել 6-7 տարեկան ժամանակահատվածում։ Իրենք այդ ժամանակ է, որ ընկալում են խորացած, այո, որ որևիցե մեկը մահացել է եւ այլևս չի վերադառնալու։ Բայց միևնույնն է, այդքան ծանր, այդքան վախենալու իրենք չեն ընկալում, ինչքան որ մենք ենք, այո, մեծահասակներն են ընկալում։ Այստեղ շատ կարևոր է ծնողների ճիշտ մոտեցումը, իսկ պատճառները ճիշտ մոտեցումը Լիլիթ։ Այսինքն պետք է պատմել, թե պետք է շեղել։ Պետք է անպայման պատմել երեխային, պետք է եթե երեխային վաղ տարիքից տալիս ենք հանգիստ, խաղաղ, սիրալիր բացատրություն, որ դա կյանքի բնական ընթացքն է, եւ դա անում ենք շատ գեղեցիկ ընտրված բառերով, համեմատություններով, այ օրինակ, երբ որ գարուն է գալիս, չէ, ծաղկում է ամբողջ բնությունը, աշտանը որպես կանոն տերևաթափ են լինում եւ բնությունը կարծես մահանում է։ Նույն ձևով ցերեկին հաջորդում է գիշերը,
նույն ձևով մահանում են նաև կենդանիները։ Այս տեսակ բացատրություններով, երբ որ համեմատում ենք, այո, եւ հետո նոր տալիս այն մեկնաբանությունը, որ այդպես էլ մարդու կյանքն է, սակայն մահը վրա է հասնում շատ տարիներ անց եւ երեխային միևնույն ժամանակ բացատրվում է, թե ինչքան դեռ անելիքներ ունենք մենք միասին եւ դու նաեւ մեծանալու ես, դպրոց ես գնալու, հետո ինստիտուտ ես ընդունվելու, հետո երեխաներ ես ունենալու, քո երեխաներն էլ են երեխաներ, այսինքն մենք տալիս ենք ավելի շատ կյանքի ժամանակային հատվածի մասին պատկերացում, այո, որ դրան կա դեռ շատ ժամանակ եւ հետո տալիս ենք բացատրություն, որ մարդը մահանում է այն ժամանակ, երբ որ ինքը ծերանում է եւ հոգնում է եւ ինքն է ուզում մահանալ։ Այդ ժամանակ նոր մարդը հրաժեշտ է տալիս կյանքին, տեղ տալով իր իսկ հետևից եկած նոր սերնդին։ Սա հանգստացնող պատասխան է երեխայի համար, բայց կարող են լինել երեխաներ, որոնք որ շատ կպչուն վախեր ունենան, մահվան գաղափարի հետ կապված, սա հոգեբանական արդեն այլ խնդրի մասին է խոսում եւ շատ անհատական, կախված է սա նրանից, գուցե երեխայի կյանքում արդեն հարազատներից մեկը մահացել է եւ երեխայի հետ ճիշտ աշխատանք չի իրականացվել, մնացել է կպչուն վախ, որ եթե մեկին կորցրել եմ, անպայման մյուսին էլ եմ կորցնելու։ Եվ բացի դրանից երեխան չգիտի ինչ է կատարվում մահից հետո, հա, մարդու հետ։ Իսկ եթե տալիս ենք բացատրություն, որ ընդհանրապես, հա, կենսաբանական փոփոխություն է տեղի ունենում եւ մարդը անհետ չի վերանում բնության մեջ, մի վիճակից փոխվում է, վերածվում մեկ այլ վիճակի, սա նույնպես հանգստացնող պատասխան է։ Այն մամաներին, ովքեր որ ունեն արդեն իսկ երեխայի կյանքում շատ կարեւոր մեկին կորցրած հարազատ կամ ինչ-որ մեկը, երեխային անպայման հնարավորություն տալ, որպեսզի երեխան խոսի, երեխան պատմի, շատ հաճախ թեման փակում ենք, այո, թույլ չտալով խոս կամ իրենք սկսում են մխրճվել իրենց վշտի մեջ, իրենց ողբի մեջ, իրենց սքի մեջ, մոռանում են երեխային եւ կարծես թե չեն էլ կարեւորում թող երեխան չմտնի այս վշտի մեջ, որպեսզի ինքն էլ չտառապի մեր նման, մնում է անտեսված, սա ամենավտանգավորն է երեխայի համար։ Երբ որ մենք խաբում ենք երեխային, այստեղ վրա է հասնում նաեւ խաբվածության զգացումը, այսինքն եթե երեխան ուներ մեկը, ում կարող էր այս կյանքում վստահել, սկսում է կենթանի մարդուն էլ չվստահել։ Ահա, Ինգան այդ մասին փաստորեն նշեց, որ պետք է վստահությունը չկորցնի։ Շատ լավ։ Դուք լսեցիք մայրիկների տված պատասխանները, փաստորեն Ինգան, Շուշանը կարծում էին, որ պետք է անկախ տարիքից ասել, Աննան մտածում էր, որ այնուամենայնիվ 10 տարեկանից հետո կարելի է երեխային պատմել, մի փոքր շեղել, ինչ որ պատմություններ հորինել, բայց երեքն էլ կարծում էին, որ կարևոր է երեխայի հետ խոսելը, թեմայի մասին ներկայացնել եւ թեման չփակելը, հա, սա կարծում ուրախացնող է։ Միավորները։ Ես հակված եմ մեր 3 մայրիկներին էլ այս անգամ գնահատել հավասարաչափ միավորներով։ Ամենաբարձր միավորը 5 բալանոց միավորն է, ես բոլորին ուզում եմ նշանակել 5 բալ։ Շնորհակալություն Լիլիթ, դե եկեք բոլորով միասին պարզենք միավորները։ 3 փուլերի արդյունքում քանի միավոր վաստակեցին մայրիկները։ Սկսենք Ինգա ձեզանից։ 3 փուլերի արդյունքում Ինգան վաստակեց 12 միավոր, Շուշանը վաստակեց 12 միավոր եւ Աննան վաստակեց 13 միավոր։ Լիլիթ, շնորհակալ եմ զրույցի եւ խորհուրդների համար։ Մայրիկներ, եկեք ամփոփենք մեր այսօրվա խաղը։ Դե ինչ, ավարտին մոտեցավ մայրիկների ակումբում հերթական խաղը։ Միավորներից արդեն պարզ է, որ մեր խաղի հաղթող ճանաչվում է Աննան, շնորհավորում ենք ձեզ Աննա, բայց պետք է խոստովանեմ, որ հիասքանչ խաղ էր, որովհետև գրեթե հավասար էին արդյունքները, ընդամենը փաստորեն մեկ միավորով մայրիկները զիջեցին Աննային, երեքդ էլ տեղեկացված էիք մայրիկների ակումբում կարևորը հենց դա է։ Կրծքանշանները ձեզ միշտ կհիշեցնեն այս լավ խաղի մասին։ Շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար։ Հաջողություն։ Տեսություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի ու տեղեկացված մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները։ Եվ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։